Հայաստանի կառավարությունը 3 տարով հետաձգեց Ամուլսարի ոսկու հանգը շահագործող Լիդիան Արմենիա ընկերության 26.7 միլիարդ դրամի սարքավորումներ ներկրելու համար ավելացված արժեքի հարկի վճարումը։ Այս որոշումը կառավարությունը հաստատեց ապրիլի 29-ին նիստում։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջությամբ կարտահանվի եւ որի համար նախատեսվում է ներդրումներ կատարել ընդհանուր շուրջ 179.4 միլիարդ դրամ։ Առարկություններ չկա, պարոն Կարայանի թվերը այսօր մեծ է։ Շատ լավ։ Մոտ 180 միլիարդ դրամի ներդրման արդյունքում կստեղծվի 465 նոր աշխատատեղ։ Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքների համար արդեն Լիդիանը ծախսել է 42 միլիոն դոլար։ Լիդիանի հաշվարկով Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում բյուջե կմտնի 488 միլիոն դոլար։ Արդյունահանվելիք ոսկու ծավալն այսօրվա գներով կկազմի մոտ 2.5 միլիարդ դոլար։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը վերապահումները ունի Լիդիանի հարկերի վճարումը հետաձգելու հետ կապված։ Ինչ վերաբերում է Լիդիանին, ապա այստեղ խնդիրը շատ սուր է դրվում, ինչի, որովհետև հանքարդյունաբերությունը ինքը շատ բարձր շահութաբերություն ունի, երկրորդը Լիդիանը ինքը լուրջ ընկերություն է, ունի լուրջ ռեսուրսներ, ոչ միայն ֆինանսական, այլ նաև մտավոր, եւ նրա բիզնես պլան մշակողները բացառված է, որ իրենց հաշվարկներում հաշվի առնեին, որ պիտի կառավարությունը իրենց արտոնություն տա ավելացված արժեքի հարկի մասով, այսինքն լրացուցիչ բան են առաջարկել Լիդիանը, կառավարությունն էլ համաձայնվել է։ Եթե Լիդիանը չառաջարկեր կամ կառավարությունը եթե մերժեր, միևնույն է, Լիդիանը անելու էր իր ներդրումները, այնպես չէր, որ ասել, լավ, եթե դուք մեզ արտոնություն չեք տալիս, մենք գնում ենք արդեն, դա բացառված է։ Ավելացված արժեքի դրույքաչափը սահմանված է 20%։ Տնտեսական մեկնաբանը վիճարկում է սահմանին ավելացված արժեքի հարկ կանձելու որոշումը։ Կառավարությունը իր ծրագրերով տարիներ շարունակ այդ ծրագրերով անընդհատ գալիս է այդ տրամաբանությունը, որ պետք է սահմանի վրա սարքավորումներ եւ հումք ներկրող ընկերություններից սահմանի վրա ավելացված արժեքի հարկ չգանձվի, բայց կառավարությունը միշտ ասում է, գիտեք, դա շատ լավ բան է, բայց դրա համար ժամանակ է պետք, որովհետև եթե մենք հիմա չգանձենք, այս պահին բյուջեն չի հավաքվի, խնդիրներ կունենանք բյուջեի ու այդտեղ գնում են լացակումած տեքստեր, որ այսպես թոշակներ չեն կարող տալ եւ այլն եւ այլն, Բայց հիմա ես ուսումնասիրեցի կոնկրետ այս տարվա ընթացքում կառավարությունը այլ ընկերությունների էլ է տվել արտոնություն սահմանի վրա ավելացված արժեքի հարկ չվճարելու, ամբողջ գումարը կազմել էր 6 միլիարդից մի քիչ ավել, որից 5.5 միլիարդը Լիդիանինն է։ Այսինքն եթե Լիդիանին մենք չէինք տալիս այդ արտոնությունը, կարող ենք եւս մի 300 ընկերության, այդպես փոքր ներկրողների, որոնք ասենք մի հաստոց, չգիտեմ, 2 հոսքագից, ասենք մի քանի կիլոգրամ հումք ներկրողներին ազատեինք։ Հայկ Գևորգյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում սահմանի վրա ավելացված արժեքի հարկի կանձման հետ կապված։ Օրինակ ստացել են Լևոն Սարգսյան, հայտնի ալրաղացի Լովիկը, ստացել է նման արտոնություն։ Ստացել է Սամվել Ալեքսանյանը, մի գործարանի համար, մի ձեռնարկության համար, որը հայտնի է օղիներ կեղծելու A եւ G ընկերությունն է, ստացել է Յուքոմը, Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող այդ ընկերությունը։ Այսինքն ի՞նչ է նշանակում, այսինքն բոլոր մյուսները, եթե դուք այսպես բարեկամներից կամ բանկից վարկ եք վերցնում կամ բարեկամից պարտք եք վերցնում, որ ինչ-որ մի հատ հաստոց բերեք, դնեք, ինչ-որ մի բան արտադրեք, ինչ-որ մի այսպես կարողանաք մնալ գոյություն պահպանել, ձեզ այդ սարքավորումը բերելուց սահմանի վրա այդ գնի ուղիղ 20%-ը կանխավ վերցնում են։ Ինչի համար, որտեղ պետությունը կասկածում է, որ հետո կարող է այդ ներքին շրջանառությունից այդ 20%-ը գանձի։ Աբսուրդ է դա։ Գևորգյանը հիշեցնում է, 2017-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները ավելի են հավաքագրվել 29 միլիարդով եւ այժմ 5 միլիարդի արտոնություն են տվել հանքարդյունաբերական ընկերությանը, որը հանքի շահագործումից մեծ եկամուտներ պետք է ստանա եւ որի գործունեության հետ կապված բնապահպանները մշտական մտահոգություններ են հնչեցնում։